Բայց պրոշկեն չէ զարգե։ Հա, սման է բան եղնի։ Կարոտը կրկեց ընձի, թևին առա ու տարա Մտքով քաղաքս գնացի, երակիս մեջը ծառա Միատուշի Ջան, այ հենց այսպես էլ ապրում եք Այսպես ու մի բան էլ ավելի, երբ խոսքը հումորի մասին է։ Շիրակի մարզում ու մասնավորապես Գյումրիում կա երգիծական բանահյուսության մի շերտ, որ ծնվում է ոտքի վրա ու քայլում ժամանակներով, գեներով ու հասնում մինչև մեր օրեր։ Հումորային պատմությունների հերոսները հաճախ եղել են հենց արհեստավորները, ուստաները։ Գյումրու ամենահին վարսավիրանոցը հումորի դարբնոցներից է։ Սրամտությունը մկրատի շարժումից արագ է դրսևորվում։ Ես մայմունն է չէր սիրել, էլի որ իրա Սանք մեր բանը երկու անգամ կսեիր Что есть տատիկը մեր երկու անգամ արդեն կրկնեց Բալաջան, կուզեմ որ Թորից մազերը սիրուն սարկվի Սպիսով տո տատիջան խիլր ծրեցի Հեմի ես կսարկեմ, դուր դեգավ տար Չէ թող մնա մեզի Հաճախորդների հետ ունեցած երկխոսությունները երբեմն օրվան համու հոտ են տալիս Այստեղ էլ իհարկե սրամտությունը պարզ բառերի մեջ էր Մեկ օրովը մեծ Տատիկները կամ սենք պավիկները կուկան, իրանց թորներն որ կերեն կսե երեխու գլող թոր սարկեսիշ կարնիս, կսես պապճան, երեխու գլողն ատեն սարկած է, ես պիտի մազերը սարկես Արհեստավոր լինելը պատիվ էր գյումրեցու համար, Գյումրու ամենակոլորիտային վարսավիրանոցն էլ հայտնի է եղել որպես ինֆորմացիոն կենտրոններից մեկը։ Վարսավիները կարծես ոնց որ հիմա էլ այն ժամանակ Ալեկպոլյան ժամանակաշրջանում BBC-ները լինեին, էլ քաղաքի պատմություններ չկար, որ իրենք չիմանային։ Ասում են վարսավիրների համար հումորը երբեմն հավասարազոր է եղել նաև գլուխ գովալու հետ։ Այդպիսի պատմություններից է, երբ վարսավիրներից մեկը հաճախորդի մազերը կտրելիս ասել է, թե 200 եվրոյով հասել է Հռոմ, հետո լավ պատտվել Եվրոպայում, այն էլ 2 շաբաթում։ Արբետ ջան, ճիշտ ես, հաբի ինչ է բան։ Ես այս հարշում բան կան, 200 եվրո պարտքենը, ցերնիկ ես տա Հռոմ, սովա ծարով 2 շաբաթ հաց հավաքելով, մինչև հետ վերադարձը կա։ Բայց կա այդ վարբետի մոտ, կնստի։ Հաքսը տղա ջան կնացի, թո հաքսը վստահ ջան կնացի, կերա, խմի, մոնեգա։ Վերջում էլ եկա Հռոմի պաբի մոդը, ծերը տերավ կրխիսա, որ օրնաշնի մազերը կդրեն։ Վարպետների պատմություններում հաճախ հանդիպում են նաև մեկ այլ բան։ Մեկը մյուսի մասին կատակում էին, դրանից չէին նեղանում, բայց իհարկե բացառություններ կային։ Ես մարդն է չի դոր մայմուն չես է։ Մայմունն է խմող տղա է եղել իր համար հավեսով։ Միշտ խմած է եղել։ Որ եկեսել է մայմունը, ով է տագն առել է, էլի։ Ֆազերը գցել է, ասել է ես եմ։ Մազերս կտրես կսենստի Նստի կելը շորը չի հասցեր է վար են կծե մեկ են այով աղպեժան մի ադմ ստեղից է ստեղ նոլով կսեմ այլու մեջին այ մայմուն է ես եմ տետու կաղ եկը մեկ են ալու պաղնիկ եմ շապատը մենք եմ անգուկ այն ազիվ չր իր էտ կործը Աշխատանքային օրը պարզապես գլորելու մասին չէր այստեղ։ Օրը ստացված է, եթե հումորի անգամ փոքր չափաբաժին կա նրանում։ Հումորը ծնվել է Գյումրիից, ճիշտ է, Գաբրովը էլ է ծնվել, բայց Գյումրի էլ է ծնվել հումորը։ Գյումրի սիրաղոնախների, սիրտը բաց է գսպես Գյումրիում ծնված հումորը իր առանձնահատուկ դերն ուներ նաև դերձակների պարագայում։ Սա մի աշխատանք էր, որտեղ ամեն ինչ իր չափն ու հաշվարկն ուներ, բայց անգամ այդ պարագայում միշտ չէ, որ առօրյան ընթանում էր ըստ չափած ձևացի։ Որ լսեցի դոց հումորի, խնդալուցի կպատրես Այդպիսի մի իրավիճակ կապված է տապատի հետ, որի չափսերի փոփոխությունը սկզբում դժգոհություն է առաջացրել, բայց հետո պատմությունը բոլորովին այլ ավարտ է ստացել։ Հնարավոր չէ, ես շալվար հագել եմ, թույլ է եղել, դուք նեղցրել եք, ինչևից է, տեսա էլ հնարավոր չէ ես մարդու հետ գլուխ ելնել, ասեցի բան չկա, սխալմունք է եղել, տիկին ես մի բան կենեմ, այս ձեր շալվարը հետ կբերենք, նորմալ կսարքենք, եկե հաջորդ օրը եկավ ներս մտավ Չղայնացած բան շալվարս պատրաստ է, ասեցի հա, ու ես գնդած եմ բերեմ, ինչ պիտի եղնի էլի,
Հա, ասեցի, հա, պատրաստ եմ։ Վատ է իհարկե որ կխապեմ, բայց ուրիշ տարբերակ չունենք, սարքեցինք ինչ կանոչ հնարավոր էր, բացել ենք, ես անձամբ վերել եմ, վերցրավ հակավ, մի դաֆրազի վարկեն հակավ շատ, այ մի շատ լավ, մի է բանասեմ, ուտեղ արդեն չի տեսել, իսկ խնդաս, ցույց տաս, կամ սեսոր, գիտեք ինչ էր բաներած չէ։ Զավեշտալի իրավիճակներն անգամ երկար տարիների ինքեր ձեռք բերելու առիթ էին։ Չենք կրնա իրար հասկանանք, թե ուր է լիքա, զգացի որ մեր տեսակում Երևանի բարբարով խոսա, ասացի գներեք, իսկ դուք Գյումրի եք թե Երևան, դե Երևանից, բայց ես Գյումրի եմ։ Ոյ, բա ես ինչ եմ անելու, բան, չգիտեմ, կախեցի հեռախոսը, եկե 10 րոպե անցավ, ես գալիս եմ Գյումրի։ Ու ես իմ մեջս կմտածեմ, թե լավ էլի, ասենք տարօրինակ է, ինչ է, Երևանից էլ լիքա Գյումրի որ իրան շորը կարել տա, ժամ ու կես անցավ, ամեջա 2 ժամ եկավ, ուրախ, սվարդ մի հատ սիրունատես կին է, բարև ձեզ, ես էի զանգահարել ձեզ, բանը, հուսով եմ մենք ընկերներ կդառնանք ու ինձ չես հուսախապանի, էլի ես Գյումրի Երևանից հետ կդրել եկել եմ, հա, ու մենք մինչև որս ընկերներ ենք 10 տարի արդեն ամեջա։ Գյումրիում հայտնի դերձակներից էր Ֆանտազիա Արտաշը, ով իր սուր մտքով փայլել է օրինակ պարտկատերերի մոտ։ Վարպետ ջան, ուստա ջան, չեղավ, ես արդեն պարտքիդ ցուցակը ելը հասել է Արագած, ասենք էլ այնքան երկար, երբ պետք է տաս, այս Ֆանտազիա Արտաշը թե հա, ինչ ենք հասել է, քանի այդ Արագածի հլա ձյունը կա, մտածելու բան չկա, երբ ձյունը հալավ, Արագած իրա ոդով, կոֆեյով, բանով եկավ, այդ ժամանակ կդամ։ Երկաթը տակ-տակ ծեծող դարբիններն ավելի շատ գործի մարդիկ են։ Գյումրու վարպետների մասին հին պատմություններում վերջիններս ավելի շատ հայտնի են իրենց խիստ ու գործի նկատմամբ պահանջկոտ բնավորությամբ։ Եվ տալիս է մեծավյա բաժակը, ասում է տղա ջան, կնա ջուր բեր։ Տղան կնում է, ջուրը կանտը բռնած գալիս է բաժակի, դե կանտը ինչի համար է մրոտ ձեռքով մարդը բռնի։ Սա վերցնում է ջուրը, թափում է ջուրը, երկրորդ կանտն է խփում, ասում է կնա այլ ջուր բեր։ Երեխան կնում է, 2 կանտը բռնած է գալիս, ես ջուրը թափում եմ, ասում ես սա այլուկ է։ Սուրից դամրջի դուրս չի գա, երրորդ կանտն է զարգեմ, երրորդից է կբռնի։ Ուստին դիմում է, ասում է վարպետ ջան, ես ինչ է այս պահը, մի անգամ չօգտագործած, այսպես ծռեց էլի, որակով չես արել եւ նաեւ մատերիալն էլ որակով չէ, այդ դարբին էլ ասում է տնաշեն, ասում է այդ հիմա հողի մեջ ես տարել, թե քո ճուգուն գլխին է զարգել, այսինքն իրանք միշտ արտարացնելու, իրենց նաեւ խորամանկելու այդպես միտում ունեն։ Միայն թե կես կատակ կես լուրջ այժմ դարբինի անուն հանողներից են դժգոհ։ Դե շատ է տարավատ, ով ծվարկային է ծորված, դոդո ծորված, դարբինի անուն գահան է։ Անխոս իր բարերով ասած պարզապես զոդողներից չէր նա, քաղաքում ամեն տեղ իր մուրճի հետ կտեսանելի է, այդ թվում նաև սեփական տանը։ Ամենավատ բան է, գործը կենեց, բայց փող տվող չկա, տունը դի կռիվ է, ես բան են չիկ ուրիշինը կսարկես, չես պարա չեք նա չեն սարկի։ Վարպետն հիշում է վերջին ամենաթարմ զավեշտալի դեպքերից մեկը։ Կակիկ նկարել էր, հաջորդ օրը բացեց TikTok-ը, այդ նկարը տեսա, ու հետո պատասխաններն է։ Ուտեղ գրված էր, ես չերից ես խմել եմ։ Իսկ արդեն զաղեցեր եկա, որ ես ջուրը, նույն ջուրն է գֆռա, պես կուկա։ Հումորի վարպետ Գագիկը մեզ հետ միաժամանակ հյուր էր այս ընտանիքին, դե էլ ինչ հումորի վարպետ, որ այս թեմայով մի բան չհիշեր։ Չոպուր Սուրենը ճայլ վաղտ է դուրգերություն կենե։ Մեկ իմ դուրը սարկեգ է, երկրորդ օրը տանտերը կուկակսը չոպուր, սարկածը դուրը չի պագվի, չոպուրուքսի այդ տեղա կու պերածըտ մատերիալ նորեղնի կողծած ու թաց։
Ես էլ որ սաղոր ուդեմ սոխ ու հաց, շտկու տուրդե պրիմենա պաց ու պաց։ Սոված է թողե հաճի տավի, ebbe պաց պրիմենավի։ Այսօր Գյումրիում կարելի է հանդիպել այս մարդկանց Վարսավիրանոցում վարպետի պատմությանը, Արեստանոցում տասնամյակների փորձին, Դարբնոցում մետաղի ձայնին եւ երբեմն մի նախադասության, որից հետո ամբողջ սենյակը ծիծաղում է։ Հաճախորդ ասում է, բայց վարպետից թվում է այդ բանալին, այդ անցկով չի մտնի, չափը բանաշկա չափով է, ասում է դու իրա տեղը մի խոսա։ Ինք իրա տեղը կգտնի, ինքը կհարմարվի, դու քո ներսիրը մի քիչ լայնացրա, դու քո մտածելակերպը փոխի։ Բայց այդ ծիծաղի հետևում մի ավելի կարևոր բան կա՝ հիշողությունը, որովհետև երբ պատմությունը փոխանցվում է մարդուց մարդ, այն արդեն դառնում է մշակույթ։ Գյումրու երգիծական բանահյուսությունն էլ հենց այդպես է ապրել, ոչ թե գրքերի էջերում միայն, այլ մարդկանց առօրյայում։ Ուստաները եղել են այդ պատմությունների հերոսները, կեղտողներն ու պատմողները, եւ քանի դեռ կամեկով հիշում է ու պատմում այդ կատակները, դրանք չեն ավարտվի, այլ կշարունակեն ապրել նոր վարպետի, նոր հաճախորդի եւ նոր կատակի մեջ։